Բարև, ընկերներ, այսօր ես ձեզ կպատմեմ իսլամի մասին և կբերեմ օրինակներ Ղուրանից մուսուլմանների սուրբ գրքից։ Իսլամը միայն Աստծո կողմից Մուհամմադ Մարգարեին հանձնված հատուկ կրոնի անվանումը չէ։ Իսլամը համաշխարհային հավատք է, որը Աստված փոխանցել է մարդկանց բոլոր մարգարեների միջոցով, սկսած առաջին մարգարե Ադամից։ Այսինքն իսլամը Աստծուն ամբողջական հավատարմություն և հանձնառություն է։ Այս իմաստով, իսլամը հայտնել է մարդկությանը մարդու և առաջին մարգարե Ադամի միջոցով, այնուհետև շարունակվել է Մովսեսի և Հիսուսի մարգարեությամբ և վերջապես Մուհամմադ Մարգարեի միջոցով կատարելության է հասել ու կրկին ներկայացվել ամբողջացվել և նորից ներկայացվել է մարդկությանը։ Ամենաբարձր Աստված Ղուրանում Հաջ սուրայի 76-րդ այայում ասում է. «Դուք հետևեք ձեր նախահայր Իբրահիմի հավատքին, նա ձեզ անվանել է մուսուլման դեռ առաջ, ինչպես նաև այս գրքում, Հաջ սուրա 70 Այս այայում ընդգծվում է, որ մուսուլմանության ինքնությունը գոյություն է ունեցել դեռ Մուհամմադ Մարգարեի ժամանակից շատ ավելի վաղ։ Ալի Իմրան սուրայի 80-րդ այայում ասվում է. «Ով փնտրի այլ հավատք իսլամից բացի, նրանից դա երբեք չի ընդունվի, նա մահճակահով կորցնողներից կլինի»։ Ալի Իմրան սուրա 80 Այս այան ցույց է տալիս, որ ամենաբարձր Աստծո առջև միակ ճշմարիտ հավատքը իսլամն է, որը փոխանցվել է բոլոր մարգարեների միջոցով։ Մաիդա սուրայի 3-րդ այայում գրված է. «Այսօր ես ձեր հավատքը կատարելագործեցի, ձեզ վրա իմ օրհնությունը ամբողջացրի և որպես հավատք ձեզ համար ընտրեցի իսլամը»։ Մաիդա իսլամը կատարելագործված և ամբողջացված ձևով Մուհամմադ Մարգարեի միջոցով փոխանցվել է մարդկությանը։ Շուրա սուրայի 10-րդ այայում ամենաբարձր Աստված ասում է. «Աստված ձեզ հրամայեց այն հավատքը, որը պատվիրել է Նոյին, այն ինչ հայտնություն ենք տվել քեզ, և այն ինչ պատվիրել ենք Իբրահիմին, Մովսեսին ու Հիսուսին, պահեք հավատքը ուղղահայաց և մի բաժանվեք նրանում»։ Շուրա սուրա 10 Այս այան հաստատում է, որ իսլամը միակ ճշմարիտ հավատքն է, որը փոխանցվել է բոլոր մարգարեներին, սկսած Նոյից մինչև Հիսուս ու շարունակվել Մուհամմադի միջոցով։ Այսպիսով, ամեն մարգարե իսլամի մարգարեն է, և յուրաքանչյուր ազգ, որը հավատում է նրանց ու նվիրված է Աստծուն, մուսուլման է։ Կարող ենք վստահորեն ասել. իսլամը գոյություն ունի մարդկության պատմության սկզբից։ Այն սկսվել է Ադամ Մարգարեի միջոցով, շարունակվել Նոյ, Իբրահիմ, Մովսես, Հիսուս և այլ մարգարեների միջոցով, ու ի վերջո հասել իր կատարյալությանը Մուհամմադ Մարգարեի միջոցով։ Թող ամենաբարձր Աստված օրհնի մեզ բարեպաշտ գործերով, մեզ շնորհի խաղաղություն, բարիքներ և երկրպագության ուրախությունը կյանքում։ Մոռացեք միմյանց ձեր աղոթքներում։ Թող ամենաբարձր Աստված պահպանի ձեզ։